Ինչ ուղերձ եք տեսնում ջահերով երթ մեջ, այսինքն ինչու է հենց ընտրվել ջահերով երթը։ Պահանջները, որ մեր ցեղասպանությունը հաստատվի, չգնակորի մեր 100 տարվա այդ տանջանքը, այսօր ժխտեն մարդիկ։ Այսօրվա ջահերով երթը շատ ավելի խորհրդանշական է։ Նկատի ունենալով, որ ցավոք օրվա իշխանությունները ուրանում են, անկախ այն բանից թե ինչպես են իրենց փորձում արդարացնել, բայց ուրանում են եւ այն դեպքում, որ աշխարհում կան պետություններ, որոնք քրեականացրել են ցեղասպանության ժխտումը, միշտ մասնակցել են, բնականաբար այսօր էլ կմասնակցեմ։ Ճիշտ են անում ջահելները, պետքա գնան, որ ամեն ինչ հիշվի։ Չեմ կարող առողջականից ելնելով, թե չէ միշտ գնացել եմ 24-ին էլ, երբ որ պետք է եղել այդ առիթներն էլ գնացել եմ։ Какой посыл может быть? Я считаю, что должны все быть там, больше ничего. Իսկ տեսնում եք կարիք Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու ու խնդիրը արդյոք ցեղասպանությունը թե չէ։ Մայր, այսքան որդեկորուս մայրեր տեսնելուց, եթե իհարկե հուսալի է այդ իրավիճակը, կարելի է, բայց 100 տարի մենք յաթաղանը տեսել ենք Թուրքի, վստահություն չկա։ Հայ թուրքականին այնքան վատ չեմ վերաբերվում, ինչքան հայ ադրբեջանականին են վատ վերաբերվում։ Որը մեկը դեմ չի, որպեսզի ունենալ հարևանների հետ նորմալ հարաբերություն, բայց որ հարևանների եւ ինչ պայմաններում պետք է դա անել։ Նախ խաղաղությունը դա ցնկաչոք չեն մուրում խաղաղությունը պարտադրում են։ Այն ինչ այսօր արվում է այդ տանդեմի կողմից, բայց թե հիմա այդ խաղաղություն կոչվածը ավելի շատ պատերազմի մուտք է, քան այն ինչով իրենք փորձում են արդարացնել իրենց հակահայ դիրքորոշումը։ Ջահերով երթի ժամանակ այրում են Թուրքիայի դրոշը, ինչպես եք դրան վերաբերում, ինչ որ նշան կա այդտեղ թե չէ։ Ես էլ կայրեի։ Դե արդեն դա սովորել են մարդիկ այրեն, ուրեմն ընդունում ենք ոնցպես։ Այժմ շատ քննարկումներ է լինում դրոշի վառման հետ կապված, որ այրում են Թուրքիայի դրոշը, ասում են, որ դա ոչ հումանիստական է եւ ընդհանուր աղերս չունի հարաբերություններին կամ ցեղասպանության ճանաչման հետ։ Ինչ կարծիք եք դրա մասին։ Գիտեք, այդ արծի չեմ ուզում անդրադառնալ, որովհետև շատ էժան մեկնաբանություն է դա։ Ուղղակի խնդիրն այն է, որ ցանկացած արծ, նույնիսկ եթե նկատի ունեցել եք, այսինքն բոլորը նկատել են, որ նույնիսկ Արցախ բառը այսօր չեն օգտագործում օրվա իշխանությունները, որովհետև դա նույնպես ուրեմն ադրբեջանական պահանջ է եւ մնացած բոլոր արգումենտները, բոլոր փաստարկները, որ դա խանգարում է հաշտեսմանը, չգիտեմ, դրանք ուղղակի անհասկանալի էժան արդարացումներ են, որոնց ես կարծում եմ, որ այդպես միջին թվաբանական մտավոր կարողություն ունեցող հայ մարդը պետք է որ արհամարի դա։